Մի ուրիշ ծուղակ էլ կա, որ կարծում եմ ավելի դոմինանտ է այս վերջին շրջանում, դա իրական եւ ոչ իրական քաղաքասերակցության ծուղակն է, հանրային խոսքի ոստիկանները այնքան ուրեմն այդպես ուժեղ կարող են լինել, որ մարդիկ գնան ինքնագրաքննության, չխոսեն ինչ որ հարցերի շուրջ, վախենան ինչ որ հարցերի շուրջ արտահայտվել։ Բարև ձեզ գրադարանում, այսօր զրուցում ենք սոցիոսկոպ հետազոտական կենտրոնի հետազոտող Արփի Մանոսյանի հետ, ողջույն Արփի։ Դուք հրապարակեցիք ընտրություններից առաջ, հունիսի 7-ին կայացած ուր է քաղաքասարակությունը, հարցի քաղաքականացումը թեմայով հետազոտություն հոդված։ Ի վերջո պարզեցիք ուր է քաղաքասարակությունը։ Մենք պարզեցինք ինչու է այդ հարցը ձևակերպվում եւ ովքեր են այդ հարցը ձևակերպում եւ որն է այն քաղաքականությունը, որ ընկած է այդ քաղաքականության հիմքում, իսկ քաղաքասերակցությունը կա ամենուր, շատ բազմաշերտ է։ Այդ հարցի հիմքում շատ կոնկրետ միտում է, հա, պարզեցնելու քաղաքասերակցության դերը եւ պատասխանատվության եւ գործունեության շրջանակները եւ հանգեցնելու քաղաքասերակցությանը իբրև մի այդպես նեղ սուբյեկտ, որը ծառայում է կամ ընդդիմադիր կամ իշխանական օրակարգերին եւ փաստորեն լրիվ ջնջում է քաղաքասերակցության իրական խոստումը, որը հանրային շահին ծառայելն է եւ տարբեր դերակատարներ, թե իշխանական, թե ընդդիմադիր, թե նաեւ շատ մեդիա գործընկերներ պարբերաբար արտիկուլացնում են այս հարցը եւ ձևակերպելով այս հարցը նաև գալիս են եզրահանգման կամ հայտարարում են, թե իբրև թե քաղաքասերակցությունը մահացել է, հայտարարում են քաղաքասերակցության վախճանի մասին, այդպես տխուր դեմքով բան են անում, կենաց են խմում, հայտարարում են վախճանը եւ այս հարցի ամբողջ քաղաքականությունը ապա լեգիտիմացնելն է քաղաքասերակցությանը, հայտարարելն է, որ քաղաքասերակցություն այնպիսին ինչպիսին պատկերացնում են, հա, տարբեր դերակատարներ, այդպիսի քաղաքասերակցություն չկա։ Քաղաքասերակցություն ներկայացնում որպես կոոպտացված կամ իշխանությունների կողմից կամ ընդդիմության կողմից, քաղաքասերակցությունը ներկայացվում է որպես արժեքները կորցրած, անսկզբունքային ինչ-որ մի բան, եւ այս հարցի հետևում ուրեմն այդ քաղաքասերակցությանը ապալեգիտիմացնելու եւ ուրեմն հանրության շրջանում այդ անվստահությունը ավելի խորացնելու եւ այդպիսի մի տպավորություն ստեղծելու, որ ուրեմն իրական քաղաքասերակցություն գոյություն չունի, այն ինչ որ կա, դա կցորդ է հիմնականում իշխանություններին։ Դա կազմակերպված է ձեր կարծիքով։ Եթե մինչև հեղափոխությունը մենք կարող էինք տեսնել, որ սա նոր չի, հա, այս փորձերը տարիներ շարունակ եղել են, եթե մինչև հեղափոխությունը կարող էինք տեսնել, որ դա հիմնականում մի կենտրոնից էր, հա, գալիս նախկին ռեժիմից եւ դրա հետ փոխկապակցված սատելիտներից, հիմա ավելի քաոտիկ է, ավելի բազմավեկտոր է այդ ապալեգիտիմացման փորձերը, բայց այո, համակարգված է, կոորդինացված է, իհարկե տարբեր դերակատարների ներսում է համակարգված, այսինքն տարբեր դերակատարներ այդ միևնույն հարցը կարող են ձևակերպել տարբեր նպատակադրումներով, բայց ընդհանուր առմամբ այո, դա բավական այդպես համակարգային թիրախավորում է, համակարգային ձևով ձևակերպված հարց է, բայց այդ քանի որ ապակենտրոն է, ուրեմն այդ տարբեր կենտրոններ իրենց նպատակներն ունեն այդ գործը անելու համար։ Այնպես չի, որ միայն ոնց որ ընդդիմության կողմից է կամ նաև իշխանության կողմից է։ Այո, նաև օրինակ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, օրինակ ինչ որ մի ներկայումս քաղաքական գործչի, որը նախկինում քաղաքասերակցությունում է եղել, կարող են օրինակ պիտակավորել իբրև օրինակ օլիգարխամետ իրավապաշտպան, միևնույն ժամանակ այդ նույն քաղաքական գործիչը, որը նախկինում քաղաքասերակցության ներկայացուցիչ էր, կարող է բավական այդպես համակարգված ձևով, ուրեմն ապալեգիտիմացնել ներկայիս քաղաքասերակցությանը, ասել, որ քաղաքասերակցություն, իրական քաղաքասերակցություն չկա, սկզբունքային մարդիկ շատ քիչ են մնացել, մեղադրել քաղաքասերակցությանը, որ ինքը դարձել է իշխանության կցորդ, բավարար քննադատ չի, այսինքն մենք տեսնում ենք, որ
միևնույն մարդը կարող է եւ ենթարկվել ուրեմն թիրախավորումների, ասենք օրինակ այս դեպքում իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ ինքն էլ կարող է իր հերթին ապալեգիտիմացնել, մի տեսակ դիստանցվել, իբրև թե ես այլևս քաղաքասերակցություն չեմ, ես ձեր իմացած քաղաքասերակցությունից չեմ, ես ասնիվ քաղաքական գործիչ եմ։ Ուզում եմ ասել, բարդ ավելի կոմպլեքս դրություն է, քան մենք ունեինք միջև հեղափոխությունը։ Եթե փորձեմ պարզեցնել այս խոսակցությունը, օրինակ հեղափոխությունից հետո ասում էին, բա այտենց խոսակցություն կա, ասում էին, բա Սերժի ժամանակին ինչի՞ չէիր խոսում, իսկ հիմա ասում են, բա ինչի՞ էր միայն Սերժի ժամանակ խոսում, հիմա ինչի՞ չես խոսում։ Չգիտեմ, տպավորություն է նաև, որ գուցե մենք անկախության ամբողջ տարիների ընթացքում մեր համար, գուցե հասարակության համար կամ մարդկանց համար ինչ է քաղաքասարակությունը, ինչ են անում հասարակական կազմակերպությունները, հետազոտողները, ինչ է անում մեդիան, այդ դերերի բաշխումը եւ տեղը չի ընկել ոնց որ գիտակցության մեջ եւ այդպես մանիպուլյացիայի թեմա է դարձել։ Հա, ես այստեղ երկու հարցի կանդրադառնամ, մեկը այո, որ կա այդ մի տեսակ ոստիկանական ռեժիմը, անընդհատ պահանջելու խոսելու, պետք է ճիշտ ժամանակին խոսես, ճիշտ ժամանակ լռես, ճիշտ մարդու մասին խոսես, ճիշտ մարդու մասին լռես, այսինքն մի տեսակ նաև մենք տեսնում ենք, որ այս բարոյական, ոստիկանությունը կամ այս լռեցման ոստիկանությունը ինքը նաև հաճախ գալիս է քաղաքասերակցության ներսից, որովհետև նաև մենք ունենք որոշակի ֆրագմենտավորված, բևեռացված դրություն նաև քաղաքասերակցության ներսում, այսինքն մի կողմից եւ ներսից է գալիս, այդ ինչի չես խոսում, բայն ժամանակ խոսում է եւ այլն եւ այլն։ Այս նույն հարցը գալիս է նաև դրսից, տարբեր դերակատարներ անընդհատ ոնց որ փորձում են այդ ծուղակի մեջ դնել եւ անպայման ոնց որ միցակ խոսքը դարձել է պարտադիր գործողություն, այսինքն եթե դու չես արտահայտվում, ուրեմն չես գործում, խոսքը գործը մի տեսակ նույն բանն են դարձել։ Եվ միևնույն ժամանակ կա այդ խոսելու տեղերի խնդիրը, ընդհանրապես հանրային տեղերի, որտեղ խոսի քաղաքասերակցությունը ինչ անի, որ հանրային ավելի մեծ ազդեցության հասնի, սա ոնց որ հարցի մյուս կողմն է, եւ այո, ես նաեւ չեմ ուզում, որ մենք ոնց որ քաղաքասերակցությանը զրկենք այդ սուբյեկտությունից եւ ասենք, որ միայն այս էքստերնալ ֆակտորներն են, որ ազդում են հանրային ընկալումների վրա, այո, կարծում եմ, որ քաղաքասերակցությունը պիտի փորձի հաղթահարել այս ծուղակները, թակարդները, երբ որ տարբեր կողմերից իրեն փորձում են, հարկադրում են, որ անպայման այս կամ այն հարցի շուրջ արտահայտվի, բայց միևնույն ժամանակ քաղաքասերակցությունը պիտի տարածքներ ստեղծի, հանրային տարածքներ ստեղծի, հարթակներ ստեղծի, խոսելու են ինչ որ պիտի խոսի, ձևակերպելու սեփական օրակարգերը, խոսելու սեփական օրակարգերի մասին, բայց սա բարդ բան է, բայց կարծում եմ, որ հնարավոր բան է, եթե քաղաքասերակցությունը առավելապես ոնց որ միտված լինի ընտրություններից հետո այդ հանրային ոլորտը սեփականաշնորհելու կամ հանրային ոլորտում վերաներկայանալու այս կարևոր առաքելությանը։ Կարծում եք կա այդպիսի վճռականություն։ Որոշ կարծում եմ խմբերի մոտ կա առնվազն գիտակցությունը դրա, որ կարիքը կա, որովհետև հնարավոր չի այս նարատիվներին միայն հակադրվել անընդհատ ուրեմն պատասխանելով, ուրեմն պետք է ունենալ մի կողմից այո ես կարծում եմ, որ պետք է այսպես ասած դիբանք անել, այս նարատիվները ցույց տալ դրանց իրական ոնց որ նպատակները, շահառուները, բայց մյուս կողմից պետք է աշխատել սեփական ուրեմն օրակարգերի շուրջ, որոնք անպայմանորեն պիտի կապված լինեն հանրային շահի, հանրային մտահոգությունների հետ։ Ես կարծում եմ, որ այս գիտակցությունը կա, բայց կա նաև մի տեսակ այդ իներցիոն, սովորությունը, այն սովորությունը, որին որ մենք երկար տարիներ այդ ձևերով ենք աշխատել, այդ մշակույթով ենք աշխատել եւ դժվար է, պես արագ ենթադրում եմ այդ իներցիաները հաղթահարել եւ նաեւ ռեսուրսներ հայթայթել այդ անելու համար, սեփական կազմակերպություններից դուրս ինչ որ մի հարցի շուրջ միավորվելու, մանավանդ որ կան այդ ֆրագմենտավորումները, բայց կարծում եմ, որ առնվազն ներքին խոսակցություններ կան։ Այսինքն իրար հետ ավելի ուժեղ աշխատել, ավելի համակարգված աշխատել եւ նաեւ
գուցե արժե որ մարդկանց հետ հասարակության հետ կապը ուժեղացնել։ Այո, անպայմանորեն, որովհետև մեր նաև տարբեր հետազոտություններ ցույց են տալիս եւ ոչ միայն մեր, որ ավելի փոքր համայնքներում հասարակական կազմակերպությունները, քաղաքասերակցության ներկայացուցիչները ավելի մեծ վստահելիություն ունեն, որովհետև վստահելիությունը նախ եւ առաջ ճանաչելիության հետ փոխկապակցված է, երբ որ քաղաքասերակցության կազմակերպության գործունեությունը անմիջականորեն նպաստում է որևէ խմբի կամ մարդու կյանքի փոփոխությանը, այսինքն մարդն ինքը իր փորձառության վրա զգում է այդ կազմակերպության դերը, կազմակերպությունը ավելի ճանաչելի, վստահելի եւ լեգիտիմ է դառնում։ Եվ այս իմաստով իսկապես այլընտրանք չկա ավելի շատ լինել հանրության մեջ, ավելի շատ լինել հանրային խմբերի հետ, ավելի շատ ներկայացնել տարբեր անարդարությունները, որ մտահոգում են մարդկանց, սոցիալ-տնտեսական, աղքատության հարցեր, իրավունքների հարցեր, տնտեսական շահագործման, կեղեքման հարցեր, այսինքն այս հանրային շահի խոստումը միակ ձևն է այդ խոստմանը ուրեմն ծառայելը, միակ ձևն է այդ հաղթահարել այդ ապալեգիտիմացման ծուղակը, որովհետև անընդհատ են լինելու այդ նարատիվները եւ հնարավոր չի միայն դրանց պատասխանելով ուրեմն դա բանանել, վերականգնել, հետեւաբար այո, պետք է անընդհատ աշխատել հանրության հետ։ Հեղափոխությունից հետո, 18-ից հետո ես փորձեր էի տեսնում ստեղծելու, այսպես ասած, նոր քաղաքասարակություն կամ այլընտրանքային քաղաքասարակություն կամ կազմակերպություններ քաղաքացիական հասարակության, որոնք որ չգիտեմ, զբաղեցնեն այն քաղաքասարակության տեղը, որը մինչև 18-ն էր, այդքան էլ հաջող չստացվեցին եւ հիմա ոնց որ ավելի շատ հենց այդ նարատիվն է գնում, որ քաղաքասարակությունը աշխատում է իշխանության հետ եւ համար ինչ որ դեպքերում եւ բ անում է ճիշտ այն ինչ որ իրենք ասեն իրեն դոնորները եւ ոչինչ ավելի եւ այդ ծուղակները ես չեմ տեսնում որ շատ հաջող հաղթահարվում են ճիշտ ասած։ Այո, այդ ծուղակները շատ կան, հատկապես որոշ հարցերի դեպքում, օրինակ եթե դա խաղաղության օրակարգն է եւ եթե քաղաքասարակության որոշ շրջանակներ բացեի բաց կամ կիսաբացեի բաց աջակցում են, հա, այդ օրակարգին կամ առավել ռադիկալ ձևով են պահանջում խաղաղություն եւ անդրադառնում Ղարաբաղի հարցին, միանշանակ իրենք ուրեմն պիտակավորվում են որպես իշխանական օրակարգի ծառայողներ, թեև քաղաքասերակցությունը մշտապես է այդ հարցերը բարձրաձայնել կամ առնվազն դրա մի մասը, այդ ծուղակը կա, դրա հաղթահարման եւ մի ուրիշ ծուղակ էլ կա, որ կարծում եմ ավելի դոմինանտ է այս վերջին շրջանում, դա իրական եւ ոչ իրական քաղաքասերակցության ծուղակն է եւ դա էլի փոխկապակցված է իշխանական օրակարգերի հետ առնչություններին։ Իրական քաղաքասերակցությունը այն քաղաքասերակցությունն է, որ անպայմանորեն ռադիկալ ընդդիմադիր է ցանկացած օրակարգի, որը կարող է համընկումներ ունենալ իշխանական օրակարգերի հետ։ Ոնց որ դա կեղծ քաղաքասերակցությունն է եւ ոնց որ իրականը պետք է անպայման ուրեմն բան լինի, այդպես ռադիկալ ընդդիմադիր լինի եւ հետաքրքիր է որ այս նարատիվն էլ նոր չի, կեղծ իրական, էլի տարիներ շարունակ կար, մինչեւ հեղափոխությունն էլ կար, բայց ես հիշում եմ որ եւ այդ կոոպտացիայի փորձերը այն ժամանակ էլ կային, հա, օրը քաղաքասերակցության կամ ժողովրդավար օրակարգերը հակաժողովրդավար ուժերը բան էին անում, կոոպտացնում էին, բայց ես հիշում եմ, որ այն ժամանակ այդ իրականի եւ ոչ իրականի հարցադրողը կամ այդ ձևակերպումները տվողը պրոգրեսիվ քաղաքասերակցություններ, որը ասում էր, իրանք իրական քաղաքասերակցություն չեն, որովհետեւ հակաժողովրդավար են, որովհետեւ իրենք հարստահարողների շահերն են պաշտպանում եւ այլն, հիմա այդ դերերն են փոխվել, այն մարդիկ, ովքեր որ այդ ոչ պրոգրեսիվ հետադիմական խմբերից են, իրենք են սկսել ուրեմն ձևակերպել, թե որն է իրականը, որը իրականը չի, իրենք են սկսել ճնշել։ Բայց դա նաև ոնց որ ներքին ռեսուրս է պահանջում, այսինքն քաղաքասերակցությունը պիտի կարողանա այդ ներքին ֆրագմենտավորումները եւ բազմակարծությունները ինչ որ մի իմաստով օգտագործի որպես ուժեղություն եւ որպեսզի կարողանա դիմագրավի, թե չէ անընդհատ գալու են այդ նարատիվները, անընդհատ տարբեր սուբյեկտներ որոշելու են, թե որ քաղաքասերակցությունը
քաղաքացիությունը ճիշտ, որն է սխալ եւ որ հարցի շուրջ մենք ընդհանրապես իրավունք ունենք խոսել։ Եվ փորձել են անընդհատ ճնշել ու ազդել մարդկանց վրա, ըստ էության փորձել գրաքննել։ Այո։ Եվ այդ գրաքննությունները ազդում են, այնպես չի որ չեն ազդում մարդկանց վրա, հաճախ այդ ոստիկանական ռեժիմը, հա, այնքան հանրային խոսքի ոստիկանները այնքան ուրեմն այդպես ուժեղ կարող են լինել, որ մարդիկ գնան ինքնագրաքննության, չխոսեն ինչ որ հարցերի շուրջ, վախենան ինչ որ հարցերի շուրջ արտահայտվել եւ կամ հակառակը, որպիսի դու ոնց որ եւս մեկ անգամ չթիրախավորվես, դու ինչ որ մի հայտարարության ստիպված միանում ես, ինչ որ մի բանի մասին ստիպված արտահայտվում ես, որ հանկարծ քեզ էլ չասեն, որ դու լեգիտիմ չես, իրական չես, եւ կարծում եմ, որ մյուս ձևը, հա, որով քաղաքասրակությունը կարող է նաեւ հաղթահարել այս թակարդները, ծուղակները, դա է չեզոքության միֆն է, որովհետեւ այս սուբյեկտները իրենք հիմնականում բացի նրանից, որ ապա լեգիտիմացնում են, այդ իրականի ոչ իրականի սահմանն են գծում, իրենք նաեւ առաջ են քաշում այդ չեզոքության միֆը, որ քաղաքասրակությունը պիտի անպայմանորեն այդ չեզոք արբիտրը լինի։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե հարցը չեզոքությունն է, այլ ազնվությունն է եւ թափանցիկությունն է եւ հանրային հռչակումն է քո արժեքների եւ պատասխանատվության շրջանակի։ Այդ հանրային հռչակումը ոչ թե խոցելի է դարձնում մեզ քաղաքասրակությանը, այլ հակառակը դեռ ցույց է տալիս իրական դիրքերը, որովհետեւ մենք բոլորս քաղաքականության մեջ ենք։ Մենք չենք կարող ապրել քաղաքականությունից դուրս, հարցը այն է, թե այդ քաղաքականության մեջ մենք մեզ ինչպես ենք դիրքավորում եւ ինչքան ազնիվ ենք ինքներս մեր եւ հանրության հետ։ Եվ ուրեմն պետք է նաեւ կոտրել, հա, դեկոնստրուկցիայի ենթարկել այս չեզոքության միֆը, որում մեզ անընդհատ ուզում են դնել, որովհետեւ որևէ մեկը եւ որևէ սուբյեկտ հատկապես այս քաղաքական հարցերի շրջանակում երբևէ չի կարող լինել չեզոք, ուրեմն մենք պարզապես պիտի թափանցիկ եւ պատասխանատու ձևով գծագրենք մեր արժեքները եւ այն տեղը, որում որ մենք մեզ տեսնում ենք այս հանրային քաղաքական հարաբերություններում։ Մեդիանում է ավելի շատ դեր տալիս, տեղ տալիս քաղաքասրակության այն հատվածին, որը որ այսպես հարմար է խոսում այդ օրակարգին, թե որը որ փորձում է ավելի, այսպես ասած, հեռահար գործեր անել եւ ուժեղացնել այս քաղաքասրակությունը։ Ես կարծում եմ, որ մեդիան ինչպես եւ քաղաքասրակությունը էլի բավական բազմաշերտ է եւ դժվար է այդպես մի անունով խոսել մեդիայի մասին, բայց առնվազն հետաքրքիր է, որ մեդիան մի կողմից եւ ենթարկվում է նմանօրինակ, հա, ճնշումների, ինքն էլ դուրս չի այս ճնշումներից էլի եւ ընդդիմադիր եւ իշխանական թևերը կարող են մեդիային էլի ապա լեգիտիմացնել, ճիշտ ու սխալը դատել, որ մեդիան անկախ, որ անկախ չի, սա եւս չէ, բավական է տարբեր կողմերից։ Տարբեր կողմերից եւ սա եւս շատ վտանգավոր տենդենս է ընդհանուր առմամբ խոսքի ազատության տեսանկյունից, մեդիայի անկախության տեսանկյունից, բայց այդ նույն մեդիա սուբյեկտները, որոնք որ հաճախ են ենթարկվում են նմանօրինակ բաների, արձակումների, իրենք կարող են այդպես կիսանուրբ կամ նուրբ ձևերով իրենք էլ ուրեմն թիրախավորել քաղաքասրակությանը, տարբեր այդպես փորձեր եղել են եւ դա արդեն նշանակում է, որ նաեւ ինչ որ իմաստով մեդիան դարպասապահի, հա, այդպես ֆունկցիա է կատարում, նպաստում է նաեւ այդ դիսկուրսի վերարտադրությանը, իրականի ոչ իրականի եւ էլի ոնց որ մեդիան էլ է շատ հեռացած այդ հանրային շահի, թերևս ավելի շատ, քան քաղաքասրակությանը, որովհետեւ մեդիայի վրա պես բիզնես եւ օլիգարխիկ շահերը շատ ավելի շատ ազդեցություն ունեն եւ նաեւ մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մեդիա եւ քաղաքասրակության միջև էլ կան այդ խզումները, այնպես չի որ քաղաքասրակության համար շատ բաց են մեդիայի դռները, եթե դրանք այդպես շատ գործընկեր մեդիաներ չեն, որոնք իրենց բնույթով ավելի հկայական են, այնպես որ այս հարցերն են բավական բազմաշերտ։ Օրինակ խաղաղության օրակարգը, եթե դիտարկենք, քաղաքասրակության ներկայացուցիչներ, որոնք որ կողմ են խաղաղության օրակարգին, ինչպես ասեցիք, կամ լրագրողներ կամ խմբագիրներ, որոնք որ կողմ են խաղաղության օրակարգին, ընդ որում այդ օրակարգին իրենք շատ ավելի առաջ էին կողմ, քան թե իշխանության օրակարգը դարձավ, դա
բայց միևնույնն է, ասենք ինքնագրաքննվում են կամ ամբողջությամբ կողքը չեն կանգնում այդ օրակարգի չնույնացվելու համար։ Եվ ինչ անել այդ դեպքում։ Ես կարծում եմ, որ ուղղակի պետք է անել այն ինչ որ ազնվորեն եւ ոնց որ ըստ մեր արժեքների մենք ուզում ենք անել։ Երևի իսկապես ոնց որ այս հեղափոխությունից հետո այս 8 տարիները, հա, այդպես նաև փորձաշրջան էին քաղաքասերակցության համար եւ նաև ինչ որ իմաստով կար վախ, հա, մի կողմից ինչ որ հարցերի մասին չխոսելու, որ ընդդիմությունը չթիրախավորեր, որ իշխանությունները չթիրախավորվեին։ Կարծում եմ այդ ժամանակները վաղուց արդեն անցել են, որովհետեւ նաև այս ամեն ինչը ցույց է տալիս, որ շատ ավելի բազմավեկտոր եւ բազմաշերտ են դառնում հակաժողովրդավար ուժերը եւ դերակատարները ամբողջ աշխարհում եւ նաեւ Հայաստանում եւ այդ տենդենսները կարող են եւ արդեն նկատելի են նաեւ իշխանությունների ներսում հետեւաբար պետք է խոսել բայց պետք է փնտրել այլ ձևեր, այլ հարթակներ, այսինքն երբ որ մենք ասում ենք խոսել, սովորաբար մենք մտածում ենք, որ պետք է Facebook-ում ստատուս գրել եւ մի տեսակ եթե այդ ստատուսը չես գրում, դու չկաս կամ քո խոսքը չկա։ Պետք է ավելի երևի ռեֆլեքսիվ քննարկումներ անել քաղաքասերակցության ներսում, փորձել գտնել հարթակներ, ձևեր հաղթահարելու այդ ինքնագրաքննությունը, որովհետեւ դա իսկապես ինչ որ մի պահի արդեն որ լրացման կարող է տանել շատ տարբեր հարցերի առնչությամբ, բայց նաև էլի ոնց որ վերադառնալով այդ տարածքների ստեղծմանը, ընդլայնմանը, անընդհատ ոնց որ չվախենալուն թափանցիկ եւ բացահայտ ձևով ձևակերպելու արժեքները, դա կարծում եմ միակ ճանապարհն է։ Հակառակ դեպքում, եթե մենք անդադ փորձենք այդ չեզոք արբիտրի դերում լավին լավ, վատին վատ մոտավորապես այս սկզբունքով աշխատել, դա շատ նեղացնում է մեր դերը, մեր սուբյեկտությունը, պետք է ուղղակի աշխատել երևի թե համատեղ տարբեր հարթակներ եւ տարբեր ոլորտներ գտնելու ուղղությամբ։ Զեկույցը որը կա եւ այս զրույցը, որ հիմա ունենում ենք ձեր գործընկեր եւ մեր գործընկեր քաղաքասերակցության կազմակերպությունների հետ process կա քննարկելու եւ որոշումները կամ ուղղությունները իրականացնելու։ Մենք նախատեսում ենք այո ունենալ այդպես ավելի ինքնաանդրադարձի քննարկումներ, սեսիաներ եւ նաեւ այս հարցերը դնել քննարկման եւ մենք տեսնում ենք մեր դերը նաեւ իբրև հետազոտողներ, որոնք նաեւ քաղաքասերակցության մաս են, քաղաքասերակցության մեջ են։ Մենք մեր դերը տեսնում ենք այս ոնց որ գործում ֆասիլիտացնել այդ քննարկումները, այդ բարդ հարցերը դարձնել մտածման առարկա, բայց էլի վերադառնալով կուզեի անպայման ասել, որ միատարր չի քաղաքասերակցությունը, այդպես մի հեգեմոն մարմին չի եւ այնտեղ շատ տարբեր պատկերացումներ կան, բայց կան նաեւ հատվող պատկերացումներ եւ պետք է երևի թե գտնել այդ հատման կետերը։ Շնորհակալություն զրույցի համար։